Ամենաթարմ օրինակը նախորդ օրը մենք Արուճում ուրեմն մասնակցում էինք հոգևոր երաժշտության փառատոնի, որտեղ զուգահեռ արդեն երրորդ տարին փորձում ենք տոնավաճառի նման բան կազմակերպել։ Ես տաղավարներով անցնում էի եւ հերթական տաղավարի մոտեցա, այնտեղ մրգեր էին դրած եւ իմ առաջին ռեակցիան այն էր, թե այս մտքումս ասես ներմուծած բանը մրգերը ինչ են բերել այստեղ շարել, բայց որպեսզի համոզվեմ, ես տաղավարի մոտ կանգնած մարդկանց ասացի, այս ներմուծածա թե Հայաստանի Հանրապետությունը հաճացրած։ Ես ճիշտ ասած մինչև հիմա էլ տենց խորապես հավատացած չեմ, որ դա Հայաստանի Հանրապետությունը, որովհետև ոչ միայն այդ մրգերի արտաքին տեսքը, այլև փաթեթավորումը, ներկայացումը եւ այլն բանա, որ ես ինքս տեսել եմ Հայաստանում ես տենց բան չեմ տեսել եմ միայն արտերկրում եւ սա մի օրինակ է, իհարկե համոզված եմ, որ էլի բազմաթիվ օրինակներ կան եւ ինտենսիվ գյուղատնտեսությունը Հայաստանի Հանրապետությունում աճում է շատ էական տեմպերով, բայց մեր խնդիրը հետեւյալն է, որ մենք բոլոր գյուղացիական տնտեսություններին եւ հասանելի դարձնենք եւ հիշում եք, որ ջրային ոլորտի կառավարման հարցերին անդրադառնալիս մենք խոսում էինք ոչ միայն այսօր Հայաստանում վարելահողերը եւ տնկարկները հասանելի դարձնել կամ տնկարկների եւ վարելահողերի համար հասանելի դարձնել ոռոգման ջուրը, այլև ջուրը կառավարել այնպես, որ բազմաթիվ տարածքներ, որոնք ունեն դառնալ վարելահողեր, ունեն պոտենցիալ դառնալու վարելահող կամ այգիներ, մենք կարողանանք այդ տեղերին նույնպես ոռոգման ջուր հասնել, որովհետև եթե տեղ ջուր լինի, այնտեղ կլինեն այգիներ, ընդ որում բարձր արժեք ունեցող մշակաբույսերի այգիներ, եթե ջուր չլինի, այնտեղ կշարունակեն մնալ տափաստանային իրավիճակներ։ Հարգելի գործընկերներ, էլի փաստաթուղթը ճիշտ է շատ ծավալուն չէ, բայց ինքը ընդգրկուն է, բայց ուզում եմ էլ ընդգծել, որ այս բոլոր մոտեցումների հիմքում ընկած է մեկ առանցքային գաղափար, պետությունը դիտարկվում է որպես շարունակական ինստիտուտ, որտեղ կառավարությունները փոփոխական են, իսկ տնտեսական քաղաքականության տրամաբանությունը կայուն եւ կանխատեսելի։ Եվ այս ամենի հիմքում դրված է պետության հարատեվության գաղափարը եւ այս ամենի հիմքում դրված է այն գաղափարը, որ պետության տնտեսական զարգացումը հենց պետական շահն է։ Էս էլ է շատ կարևոր արձանագրելու համար, որովհետեւ էլի մեր իրականությամբ մենք անդադ ասում ենք առաջնորդվենք պետական շահով, առաջնորդվենք պետական շահով, առաջնորդվենք պետական շահով։ Մենք պետք է շատ հստակ ձևակերպենք եւ տեսնենք, թե ինչ է պետական շահը։ Պետական շահը տնտեսական զարգացումն է, որովհետեւ առանց տնտեսական զարգացման պարզապես հնարավոր չէ սպասարկել որևէ օրակարգ։ Կառավարության անդամները ներկայացնում են տարբեր ոլորտներ եւ դահլիճում ներկա պաշտոնյաները ներկայացնում են տարբեր ոլորտներ, բայց առանց տնտեսական զարգացման որևէ ոլորտում առաջընթաց հնարավոր չէ ապահովել, որովհետեւ որևէ ոլորտում առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ է պետական բյուջեի եկամտային հոդված, ծախսային հոդված, իսկ այս երկուսի համար անհրաժեշտ են իհարկե եկամուտների շարունակական աճ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, իսկ պետական բյուջեի եկամուտների աճը առանց տնտեսական զարգացման պարզապես հնարավոր չէ։